Կառավարությունը հավելյալ գումարներ հատկացրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին նոր միացած շահառուների համար։ Գործադիրի նիստից հետո լրագրողները զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը ընդգծեց, որ հիմնադրամը շուտով կամփոփի 6 ամսյա գործունեությունը եւ հանրությանը կներկայացնի այս ամիսների ընթացքում նորաստեղծ համակարգի ձեռքբերումներն ու համակարգի կայացման համար հետագա քայլերը։ Ըստ նախարարի հետաքրքիր տենդենց է նկատվում. 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խումբն է մեծացել։ Ըստ նրա, սա նաև կարևոր ձեռքբերում է այն առումով, որ քաղաքացիներն ապահովագրության համակարգից օգտվելու համար դուրս են գալիս մաքուր հարկային դաշտ։ Նախարարի ներկայացմամբ, երբ պահանջ է դրվել ռեզիդենտության առողջության ապահովագրության շահառու դառնալու համար 183 օր Հայաստանում գտնվելու պարտադիր ցենզը հաշվի են առել քաղաքացու մեր հանրապետությունում ապրելու եւ գործունեություն ծավալելու կարևոր հանգամանքը։ Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառուն դառնում է շահառու, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է եւ արդեն անցել է, եւ դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100% պետության սուբսիդավորմամբ։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում եւս քաղաքացիներ են եղել, ում 183 օրը լրացել է։ Ավանեսյանը ընդգծեց, որ կա մեծ վստահություն եւ գոհունակություն քաղաքացիների կողմից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ եւ դրանով պայմանավորված մեծացել են դիմումները հիմնադրամի ծառայություններից օգտվելու համար։ Բանախոսը հիշեցրեց, որ անկախ հոսքին եւ դիմումների քանակին քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ կա երկրորդ փուլ, երբ 2027 թվականից բոլոր քաղաքացիները անկախ ստացած աշխատավարձերից ընդգրկվելու են համակարգում եւ դառնալու են ակտիվ շահառու։ Առողջապահության գերատեսչության ղեկավարը ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարեց նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի գրառմանը, որով վերջինս պնդում էր, թե իր քաղաքական գործունեության պատճառով աշխատանքից ազատել են իր հարազատ քրոջը, որը առողջապահության նախարարության ենթակա կենտրոններից մեկում էր աշխատում։ Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական օակի տնօրենի տեղակալ, եթե չեմ սխալվում, եւ նրա ազատման հետ կապված դիմումը որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր պետական բժշկական կենտրոնների, պոակների կադրային քաղաքականության ընդհանուր գծերն են որոշում եւ ասեցի, տեղի է ունեցել հաստիկների փոփոխություն։ Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով նաև նոր ձևավորող կառավարությունում կրկին հայտնվելու հնարավորությանը նշել է, թե մեծ ցանկություն ունի շարունակելու պաշտոնավարումը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի վարչապետը։